Հերթական ծառատունկը Երևանում, այս անգամ կանաչապատվեց Ֆիզգարադոկը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 220 հասուն ծառ ու 1500 թուփ է տնկվել, նաև բնակիչներն են միացել իրենց տնկիներով։ Եվ այս տեսակ ծառատունկը կարևոր է այնքանով, որ մենք բավականին մեծ ծավալի աշխատանք ենք անում, նաև շատ ուրախալի է, որ արդեն բնակիչներն են միանում այս տեսակ նախագծերին, իրականում քաղաքի կանաչ զանգվածի տեսանկյունից վերջին տարիներին աննախադեպ ծավալի ծառատունկ է իրականացվել, նոր կանաչ տարածքներ են տնկվել քաղաքում եւ ամենակարևորը իրենց ոռոգման համակարգերով բոլորը։ Վերջին տարիներին ձեզ Երևանի տարբեր հատվածներում կարելի է ամենուրեք տեսնել ծառատունկերին մասնակցելիս։ Բնակիչների շրջանում դա եւս ոգևորություն առաջացնում, որպեսզի նրանք ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերեն, հա, բնության նկատմամբ։ Դե մենք կոնկրետ այս տեղի օրինակով տեսնում ենք, որ բնակիչները նույնպես միացել են ծառատունկին, միացել են ֆիզիկապես, միացել են նաև նրանով, որ իրենք էլ ծառեր են բերել տնկելու համար եւ բավականին լավ ծառեր են առաջարկում բնակիչները եւ կարծում եմ, որ այս process-ները իրենք վարակիչ են եւ հուսով եմ այս կտարածվի նաեւ քաղաքի ամբողջ ծավալով, ամբողջ տարածքով, արդեն իսկ ուղղակի մեզ հետ համաձայնեցնելով եւ իրականացնելով նաեւ բնակիչների կողմից։ Քաղաքի մոտավոր, եթե տոկոսային առումով վերցնենք, մոտավոր որքանն է այժմ կանաչապատված կամ կանաչապատվում։ Վերջին 3.5-4 տարիների ընթացքում մենք տնկել ենք 60 հեկտարից ավելի նոր տարածքներ, նոր կանաչապատ տարածքներ ենք ստեղծել եւ իրականում գումարային այս վերջին տարիների աշխատանքը ավելին է, քան նրան նախորդող 22 տարիների արված աշխատանքը միասին վերցրած եւ որ հատուկ շեշտելու կարծում եմ կարիք ունի, դա այն է, որ բոլոր աշխատանքները իրականացվել են նաև ոռոգման համակարգերի ներդրմամբ, բոլոր տեղերը, որտեղ մենք ծառ ենք տնկում, այնտեղ կա ջուր։ Եվ սա կարծում եմ այն ամենակարևոր արձանագրումներից մեկն է եւ նաև պատճառը, որ մեր բոլոր տնկած տեղերում ծաղրերը կպնում են եւ լինում են կանաչ եւ աճում են։ Ծրագրեր կան առաջիկա տարիների ընթացքում, որ հատվածները պիտի կանաչապատվեն։ Այս տարի մենք ունենք շատ մեծ ծրագիր նոր Նորքում Լվովյանի հատվածում մոտ 35 հեկտար տարածքում ունենք նոր կանաչապատ կարելի ասել ուրբան անտառ ստեղծելու ծրագիր եւ որ ամենամեծ ծրագիրն է մեր 250 հեկտար Դալմայի այգիներում կանաչապատման ծրագիրն է, որի նախագիծը այս պահի դրությամբ իրականացվում է։ Դա այսինքն թոքերն է հանդիսանում քաղաքի։ Այս ծառերը, տեսեք, մենք արդեն կարելի ասել առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նվազագույն շեմը հատել ենք քաղաքում։ Այսինքն նվազագույն այդ 8 քառակուսի մետր շեմը հատել ենք, մենք այս պայդրությամբ մեկ անձի շնչին ունենք մոտավորապես 8-6 քառակուսի մետր կանաչ տարածքներ, բայց այս ծրագրերի իրականացման հետ մեկտեղ մենք այդ ցուցանիշը մոտ 1.5 քառակուսի մետրով ավելացնելու ենք, այսինքն չենք բավարարվում նվազագույն ցուցանիշով եւ Երևանի թոքերը շատ ավելի լայն են լինում եւ շատ ավելի ծավալուն։ COP17 համաժողովի հետ կապված Հայաստանում որ պիտի անցկացվի։ Դրա շրջանակներում գործակցություն կա նախարարության հետ, քաղաքապետարան նախարարության։ Միանշանակ մենք շաբաթական ռեժիմով քննարկումներ ենք ունենում նախարարության գործընկերների հետ, նաև այդ շրջանակում իրականացնում ենք Հրազդանի կիրճի ամբողջական վերաիմաստավորման եւ այսպես ասած բոլոր խնդիրների վերացման կոնցեպտը եւ կոնցեպտից հետո ունենալու ենք նախագիծ Հրազդանի կիրճը նույնպես ներառվելու է COP17-ի քննարկումների շրջանակում։ Եվ վերջում վերահսկողություն իրականացվում է արդյոք կանաչապատ տարածքների նկատմամբ։ Այո, անպայմանորեն դա իրականացվում է մեր կանաչապատում հողակի միջոցով, խնամքը եւ վերահսկողությունը իրականացվում է կանաչապատում հողակի միջոցով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար